Հովհաննես Թումանյան Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, նոր տոմարով 19, Լոռու Դսեղ գյուղում։ Լոռվա ճկնաղ բնաշխարհում է անցել բանաստեղծի մանկությունը։ Ըստ տոհմական ավանդության Թումանյանները սերում էին Լոռու Մամիկոնյանների տոհմից։ Թումանյանը ևս իրեն համարում էր Մամիկոնյաններից սերված։ Ինչպես որոշ նամակներ, այնպես էլ անձնական գրադարանի մի շարք գրքեր։ Թումանյանը մակագրել է Հովհաննես Թումանյանց Մամիկոնյան, կնքադրոշմով կամ ստորագրությամբ։ Նա ամենայն հայոց բանաստեղծն է, արձակագիր, թարգմանիչ, հասարակական մշակութային գործիչ, մեծ հաշտարար ու հումանիստ։ Հովհաննես Թումանյանը տառաճանանչ է դարձել հոր Տեր Թադևոս քահանայի, ապա հորեղբոր Գրիշկա Բիձու մոտ։ 1877-ից մինչև 1879 թվականներին սովորել է գյուղում, Սահակ վարժապետի մոտ, որդու կրթությամբ մտահոգ հայրը Տեր Թադևոսը նրան տարել է Էջմիածին, Գևորգյան ճեմարանում կրթություն տալու, բայց տեսնելով սաների գունատ ու մեռելադիպ դեմքերը, վերադարձել է գյուղ։ 1881 թվականին լսելով Ջալալօղլիում այժմ Ստեփանավան նորաբաց երկսերտ դպրոցի մասին, որոշել է կրթություն տալ այնտեղ, որի տեսուչը և ուսուցիչը Տիգրան Տեր-Դավթյանն էր։ Այս դպրոցը կարևոր դեր խաղաց Թումանյանի կյանքում, որտեղ նա առաջին անգամ ծանոթացավ հայ և համաշխարհային գրական ստեղծագործություններին, հաճախ օգտվելով ուսուցչի անձնական գրադարանից։ Դպրոցական տարիներին նա սկսեց գրական առաջին փորձերը, գրեց երգիծական, հայրենասիրական և սիրային ոտանավորներ, որոնցից պահպանվել են միայն Հոգուս հատոր սրտիս կտոր։ Ոտանավորը նվիրված ուսուցչի աղջկան, Վերգինեին, քանի որ դպրոցում առանձնահատուկ նշանակություն էր տրվում հայագիտական առարկաներին, ցարական կառավարության կարգադրությամբ այն դադարեց գործել։ 1883 թվականի սեպտեմբերին Թումանյանն արդեն Թիֆլիսում էր։ Հայրը որոշել էր որդուն զինվորական կրթության տալ, բայց Հովհաննեսը 1-2 օր հաճախելուց հետո հրաժարվել է։ Թումանյանն ընդունվել է Ներսիսյան դպրոցի 2-րդ դասարան, որտեղ սովորել է 3 տարի։ Նրա ուսուցիչներից էին պատմավիպասան Հովսեփ Ծերենցը, թարգմանիչ Գևորգ Բարխուդարյանը և այլ պատկառելի մարդիկ։ 1886 թվականի գարնանը, հոր կյանքին սպառնացող վտանգով պայմանավորված, Թումանյանը երկար ժամանակ մնացել է գյուղում, բաց թողել դասերը և այդ պատճառով 1887 թվականին հեռացել է դպրոցից։ Նա մեծ երազանք ուներ կրթություն ստանալ Մուրադ Ռաֆայելյան վարժարանում, որը սակայն չիրականացավ։ Նա ուսումը շարունակեց ինքնակրթությամբ։ 1887 թվականին Հովհաննես Թումանյանն աշխատանքի է անցել Թիֆլիսի հայ հոգևոր կոնսիստորիայում, որպես գրագիր, այնուհետև հայ հրատարակչական միացության գրասենյակում մինչև 1893 թվականը։ Այդ տարիներին նա սկսել է ընթերցել ռուս, եվրոպայի և հայ դասականների ստեղծագործությունները։ Ապագա բանաստեղծի համար կարևոր նշանակություն ունեին Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Ռաֆու Սամվելը, Կայծեր վեպերը, Միքայել Նալբանդյանի գեղարվեստական ստեղծագործություններն ու քննադատական հոդվածները։ 1888 թվականին Հովհաննես Թումանյանն ամուսնացել է Օլգա Մարիամ Մաճկալյանի հետ, հիմք դնելով մի մեծ ընտանիքի։ Նրանք ունեցել են 10 զավակ, 4 որդի և 6 դուստր։ 1899 թվականի աշնանը Թումանյանը բնակարան է վարձել Թիֆլիսի Բեհբուդյան փողոցի համար 50 հասցեի 5 հարկում։ Եվ հենց այդ նույն թվականին նրա հյուրընկալ հարկի ներքո սկսել է գործել Վերնատուն գրական խմբակը։ Կարելի է ասել, որ Հովհաննես Թումանյանի տանը հավաքում էր հայ գրական միտքը։ Այնտեղ էին հանդիպում նշանավոր դեմքեր՝ Ղազարոս Աղայանն ու Պերճ Պրոշյանը, Կոմիտաս վարդապետն ու Վրթանես Փափազյանը, Ավետիք Իսահակյանն ու Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկոլ Աբղալյանը և այլք։ Թումանյանը սկսել է ստեղծագործել դեռ 1880-ական թվականների կեսից, համագործակցելով հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Բանաստեղծը լայն ճանաչում ձեռք բերեց բանաստեղծություններ ժողովածուի լույս տեսնելուց հետո, որի առաջին և երկրորդ հատորները տպագրվել են 1890-ից 1892 թվականներին Մոսկվայում։
Թումանյանի գրական գործունեությունն առավել բեղուն շրջանը 1900-ական թվականներին առաջին տասնամյակներ, երբ նա հանդես եկավ որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Ստեղծագործությունների հիմքում իրական մարդու կյանքն է, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով, եւ այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմներ, ինչպիսիք են Մարոն 1887 թվականին հրատարակվել է, 1892 թվական Լորեցի Սաքոն, 1889 թվականին հրատարակվել է, 1890 թվականին Անուշը, 1890 թվականին հրատարակվել է, 1892 թվական։ Թումանյանի պոեմներից, բալլադներից ու հեքիաթներից շատերի համար աղբյուր էին ժողովրդական բանահյուսության հարուստ նյութերը։ Օրինակ, Աղթամար, Փարվանա, Աղավն ու վանքը, Օրորոցագողը, բալլադները, Սասունցի Դավիթ, Թմկաբերդի առումը, պոեմները, Քաչնազարը, Զաղորդ Փանոսը, Կռնատաղջիկը եւ այլ հեքիաթներ։ Հովհաննես Թումանյանը հայտնի էր նաև որպես հասարակական գործիչ։ 1905-ից 1906 թվականներին նա մասնակցել է հայ-թաթարական ընդհանրումների հաշտեցմանը։ Հասարակական ակտիվ գործունեության արդյունքում, սակայն հայտնվեց ցարական գործակալների ուշադրության կենտրոնում։ Սկսվեցին գաղտնի հետապնդումներ, բնակարանային խուզարկումներ, ցարական կառավարության կողմից բացված հատուկ գործի շրջանակում։ 1908 թվականի դեկտեմբերին Թումանյանի ավագ որդու Մուշեղի հետ ձերբակալվել եւ հայտնվել է մետեխի բանտում։ Նույն օրերին Թիֆլիսում ձերբակալվել են 200-ից ավելի հայ մտավորականներ, հակացարական գործունեություն ծավալելու մեղադրանքով։ Թումանյանի ծննդյան 40-ամյակը լրացավ բանտում, որի առթիվ էլ գրվեց Գվարիեչք բանաստեղծությունը, ինչպես նաև ստեղծվեց նրա հայտնի ստեղծագործություններից մի կաթիլ մեղրը։ Բանտում 7 անցկացնելուց հետո միջբուն դատավորությունը Թումանյանը գրավով ազատ է արձակվել, 1911 թվականի նոյեմբերին նա կրկին ձերբակալվել է։ Դատավորությունը շարունակվել է Սանկտ Պետերբուրգում։ Շուրջ 8 ամիս տևած դատավորության արդյունքում նրան անմեղ են ճանաչել։ 1912 թվականին ապրիլ ամսին Թումանյանը կրկին Թիֆլիսում էր։ 1912-ից մինչև 1921 թվականներին նա դառնում է Հայ գրողների Կովկասյան ընկերության հիմնադիր նախագահը։ Ընկերության նախաձեռնությամբ 1914 թվականին տեղադրվել է Սայաթ Նովայի շիրմաքարը Թիֆլիսի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու բակում, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի ձևավորմամբ։ Ծրագրի շրջանակում նույն տարի մայիսին էլ հիմք է դրվել վարդատոնին։ Եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր էին դնում Սայաթ Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները։ Տոնակատարության ամենամյա ավանդույթը շարունակվում է մինչ օրս։ Առաջին աշխարհամարտի եւ հայոց ցեղասպանության տարիներին 1914-ից մինչև 1918 թվականներին Հովհաննես Թումանյանը ղեկավարել է տարբեր հասարակական կազմակերպություններ եւ հանձնաժողովներ, որոնք զբաղվում էին փախստականների ու որբերի օգնությամբ։ Ամենայն հայոց բանաստեղծը 2 անգամ եղել է Արևմտյան Հայաստանում 1914 եւ 1915 թվականներին, ականատես լինելով հայոց ցեղասպանությանը։ Այդ տարիներին իր հետ պահում էր օրագրեր, որոնք կարևոր փաստագրական եւ վավերագրեր էին։ 1915 թվականին գրել է հայրենիքիս հետ բանաստեղծությունը, եւ ով կարող էր 1915 թվականին ասել իր նոր հայրենիք, հզոր հայրենիք։ Այդ տարիներին բոլորի շուրթերից միայն անեծք էր հնչում, ամենուր մռայլություն էր, իսկ Թումանյանը գրում էր. ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերին, անեծքով պիտի գովեն քո նոր կյանքը, նոր երգերով, նոր խոսքով։ 1915 թվականի հուլիսին Թումանյանը դստեր հետ մեկնել է Էջմիածին, անմիջապես ստանձնելով գաղթականների եւ որբերի օթևանի խնամքի, սննդով ապահովելու ծանր եւ պատասխանատու գործը։ Նրա ջանքերի շնորհիվ բացվել է 5 հիվանդանոց, 500 մահճակալով, որբանոց 3000 երեխայի համար։ Թումանյանն այդ փոքրիկ բախտահալած որբերի պաշտպանն ու գուրգուրացնողն էր, նրանց կողմից անվանվելով ամենայն հայոց որբերի հայրիկ։ Մեծ էր բանաստեղծի դերը մի շարք հասարակական կազմակերպությունների նպատակաուղղված գործում։ 1917 թվականին Հովհաննես Թումանյանը հիմնադրվել է Հայկազյան ընկերությանը։
որի նպատակը հայագիտության զարգացումն էր, համալսարան եւ ակադեմիա ունենալու մեծ երազանքը։ 1917-ից մինչև 1918 թվականները հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին հայրենակցական միացություններ, որոնց խնդիրն էլ օգնել էր պատերազմից տուժվածներին եւ գաղթականներին հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ, տարբեր կազմակերպություններին աջակցելու համար, աշխատանքը կենտրոնացնելու եւ ճիշտ կազմակերպելու նպատակով 1918 թվականի մարտին Թիֆլիսում ստեղծվել է Հայրենակցական միությունների միությունը, որի խորհրդի անդամ ընտրվեց Թումանյանը։ Այնուհետև 1918 թվականին նոյեմբերի 21-ին Թիֆլիսում գործող մի շարք հայրենակցական միացությունների նախաձեռնության եւ նախապատրաստական որոշակի աշխատանքի արդյունքում ստեղծվել էր համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովը, որի նախագահ է ընտրվել Հովհաննես Թումանյանը։ Նրա գլխավորությամբ հանձնաժողովը կարճ ժամանակահատվածում կատարել է մեծածավալ եւ մարդասիրական աշխատանք, կողոպտված եւ անօթևան հազարավոր հայերից հավաքագրվել, խմբավորել իրավական տեսքի են բերվել հսկայածավալ փաստական նյութեր, որոնք տրամադրվել են Փարիզում հրավիրվելի խաղաղության կոնֆերանսի պատվիրակությունը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Հովհաննես Թումանյանն Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով եւ խնդրանքով ստանձնել է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահի պաշտոնը 1921-ից 1922 թվականներին հայ գաղթականությանը շարունակությանը նպաստ բերելու համար 1922 թվականի հոկտեմբերին Հովհաննես Թումանյանը մեկնելն է Կոստանդնուպոլիս, նա ամուր կամուրջ է ստեղծել Հոգի եւ Հոմի Հայաստանի օգնության մարմին, հենց այդպես էլ սկսել են Հայաստան-Փյուրք կապի մասին համագործակցությունները։ 1922 թվականի նոյեմբեր ամսին Թումանյանի առողջական վիճակը գնալով կտրուկ վատացել է։ 1922 թվականին Թումանյանին տեղափոխել են Մոսկվայի Օստրոմովի անվան հիվանդանոց։ Չնայած 20-ից ավելի բժիշկների մեծ ջանքերին 1923 թվականի մարտի 23-ին 54 տարեկանում Հովհաննես Թումանյանը մահացել է։ Այդ ճակատագրական պահին նա զավակներին հորդորել է. «Ղոչ աղքացեք», որը բանաստեղծի արտաբերած վերջին խոսքն էր։ Թումանյանը թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական գերեզմանոցում, իսկ սիրտը հայրենի տան բակում։ Նրա այրու Օլգա Թումանյանի եւ դուսրերի մեծ ջանքերի շնորհիվ 1953 թվականից սկսած Երևանում գործում է Հովհաննես Թումանյանի թանգարանը, որտեղ պահվում են բանաստեղծի հարուստ գրադարանը, ձեռագրերը, անձնական իրերն ու արխիվային բազում նյութեր։